Լոր գյուղի ընտրատեղամասում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել։ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը, ով նաև ՔՊ-ի աջակից է, լուսանկարում կարող եք տեսնել, պարկը ձեռքին մտել է ընտրատեղամաս եւ քվյախցիկից հավաքել է այն քվյաթերթիկները, որոնք քաղաքացիները թողել են այնտեղ եւ չեն դրել ծրարի մեջ։ Ստացած լինել։ Ընտրողներից հավելել եք ստացել։ Ասում եք թուղթը պակաս անդր դուրս գալուց ասես։ Չի պակասում իջնել։ Որ հարց տալիս եք լսեք, որ լուսանկարում Ուժեղ Հայաստան դաշնի։ Շատ ապրեք։ Որ հարցը տալիս եք, մի հատ լսեք պատասխանը, խնդրում եմ մի րոպե, սպասեք ալո։ Ով ա ձեզ ասել իրավունք։ Ինչ է։ Ես որպես հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամին խնդրեցի դիտարկի։ Եթե բոլորը ճողված պատրված լինեն, ուրիշ տեղ դուք խնդիր ունենաք, ո՞նց եք այդ հարցը լուծում։ Մենք գիտենք ո՞նց։ Ուրեմն սրա հաշվին մի լուծեք ձեր հարցը։ Մենք սրա հաշվին չէինք էլ կարող լուծել։ Արդեն չկարողացանք։ Անիմաստ բան եք անում, պիտի չստուգեք էսի, չի կարելի։ Մինչև ժամը 20:00 չի կարող այս ամեն ինչին դուք գտնեք։ Ով ա ձեզ ասել այդ Տենց։ Ես դες պարտադրում եմ խոսել շատ ցածր, որպեսզի քաղաքացին չլսի մեր խոսակցությունը։ Լավ։ Վերջ։ Վերջ։ Այս բանը հանձնաժողովի նախագահ սեյֆը փոքր է։ Լավ, այստեղ մի դարում։ Մի բացառովից հետո մի կամել Օրեր առաջ հայտնել էի, որ Դավիթ Մարգարյանը, ով նաև ՔՊԱ-ական է, Սիսիանի կոմունալի աշխատակիցներին շուրջ 43 հոգու ընտրատեղամաս տեղափոխել է Լոր գյուղ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկությունը ըստ երևույթին վերահսկելի լինի։ Մեր հրապարակումից անցել է 2 օր, սակայն իրավապահները մատը մատին չեն տվել։